Շարունակ մենք մեր եթերը բարելույց եւս մեկ անգամ բոլորի եւ ինչպես խոստացել էի տաղավարում իմ շատ լավ ընկերն ու շատ տաղանդավոր մարդ Արամ Ավետիս, Արամ ջան բարելույց։ Բարասուն լավ դու Շատ լավ։ Արամը միակ մարդն է այս ամբողջ աշխարհում, այսինքն իմ իմացած, որին գրքի նվիրելու օրը շատ երկար մտածում եմ ինչ գիրք նվիրեմ ու տենց էլ չհասկացա, որ այս մարդը բոլոր գրքերը կարդացել է։ Երևի աշխարհի բոլոր գրքերը կարդացել։ Սպասում եմ քո գրքին, քո գիրքը։ Ես որ գիրքը։ Արամ ջան, երկար ես սպասել։ Ոնց ես, լավ ամեն ինչ։ Ես գիտեմ, որ այս վերջին իրադարձությունը որ եղավ, կապված էր հենց մեր շատ սիրելի Ավետի հետ Բարսեղյան, երբ որ այս գիրքը լույս տեսավ վերջապես հայելին եւ ամբողջ խմբագրությունը արված է քո ձեռքով։ Ավետը նաեւ նշեց դրա մասին մեր եթերում։ Կազմել եմ ավելի շատ, ոչ թե խմբագրությունը, հենց կազմել եմ գիրքը ես։ Դա շատ ավելի բարդ է, ես կարծում եմ, որ հատ իմանալ որ բանաստեղծությունը որտեղ պիտի լինելու, ինչն է սրա կարեւորությունը եւ ինչ գտար այս կազմելու ընթացքում հենց Ավետի ձեռագրի մեջ։ Առաջին հերթին դա իմ համար առաջին փորձն էր, այսինքն հենց ես սա իմ առաջի գիրքն է, որ ես կազմել եմ։ Իհարկե պոեզիան իմ համար ամենաբարդ ու ամենակարևոր ժանրն է գրականության մեջ ու շատ կրկնակի բարդ է, երբ որ դու պիտի որոշես, թե ընթերցողը որ բանաստեղծությունից հետո որն է կարդալ, որովհետև դա շատ պատասխանատու է ու նաև շատ պիտի ինչ-որ կոնցեպտ լինի իր մեջ։ Հետաքրքիր է, որ Ավետին, երբ որ ես պատմեցի, թե ինչ կոնցեպտով եմ հավաքել իր գիրքը, ասենց այս, վայ շատ հետաքրքիր գիրք ա ուզում եմ կարդամ։ Դե իր ոճի մեջ էլի ավոն։ Հենց որ գիրքը բաժանել եմ 3 մասի եւ առաջի մասում դրել եմ Ավետի հենց իր եսի հետ կապված բանաստեղծությունները, այսինքն իր անհատականության հետ կապված։ Երկրորդ մասը կոչվում է անհանգիստ առաջի մասը, երկրորդ մասը անջնջելին սիրային բանաստեղծություններն են եւ երրորդ մասը արևի մարդիկ, որտեղ հավաքված են տարբեր ժամանակվա գրած, այսինքն ոչ մի տենց կոնկրետ թեմատիկ, բայց ընդհանուր վերաբերվող բոլորիս այդ բանաստեղծությունները դրած է երրորդ մասում։ Մասերի անունները դու ես տվել։ Մասերի անունները ես վերցրել եմ իր բանաստեղծության վերնագրերը, բայց իհարկե այն վերնագրերը, որոնք ինձ դուր էին գալի այդ մասի համար, ասենց ասեմ, այսինքն ես անել եմ ասել, որ գիրքը, քանի որ ամեն մաս ունի առանձին նաև իր բաները, էպիգրաֆները, ես ընտրել եմ էլի ոնց որ իմ էսթետիկային մոտ ու ինչ որ առումով այդ գրքի այսինքն գրքի մեջ կան նաև իմ ոճը, իմ ձեռագիրը, իրականում ամեն մարդ որ կազմում է, պարզա որ ինքը իր բաներն է դրում էլի, ես բանաստեղծել առաջ հետ եւ այլն, այսինքն գրողը իր հոգեվիճակն է դնում իր գործերի մեջ, իսկ կազմողը արդեն այդ գործերից վերցնում իր հոգեվիճակն է ավելացնում։ Շատ լավ, Արամ, իհարկե սա հիանալի աշխատանք էր եւ արդեն հանձնվեց, հա, ընթերցողի դատին եւ արդեն այսպես մասսայականություն է վայելում։ Ինձ հետաքրքիր է քո գործունեությունը որտեղ ես շատ եմ սիրում քո բոլոր գրքերը նաեւ եւ անհամբեր սպասում հաջորդներին։ Վերջինը, որ արդեն լույս է տեսել, ամպուտացված ամպերն են, նվիրված 44-օրյային, եւ հիմա ուզում հասկանամ ինչ շրջանում է ստեղծագործական, ինչ նոր բան ես անում։ Ես հիմա տենց որոշել եմ ոնց որ Instagram-ում իմ օրագիրը վարել ու այսինքն ամեն օր արդեն 2 տարի կլինի, ես իմ մտքերն եմ գրում, որոնք տենց կոնկրետ ինչ-որ թեմայի շուրջ չեն, բայց այդ պահին իմ հոգեվիճակը առհասարակ շատ եմ սիրում հեղինակների օրագրերը կարդալ ու ինձ թվում է օրագրերում լրիվ գրողը ուրիշ կերպ է բան անում, այդ Երևան գալի է, ավելի անկեղծ է ու որոշել եմ, որ երբ որ արդեն հավաքվի ու ես մի հատ նորից անցնեմ վրայով եւ աշխատեմ, կտպագրեմ իմ այդ օրագրային գիրքը կարելի ասել, բայց հիմա ուզում եմ 10 գլուխ ունեմ փոքր իմ մի քանի ամիս առաջ գնացել էի Մոսկվա ու Մոսկվայում գնացի իմ սիրելի գրողների տուն, Սվետաևայից մինչև չգիտեմ Վիսոցկի, բոլորի տները Մայակովսկի իհարկե եւ այլն եւ գերեզմաններին բան էլի իմ մոտ ինչ-որ տենց ոչ նորմալ բան կա գնալ իմ սիրած գրողների գերեզմանների, ես համարում եմ դա ընթերցանության շարունակությունը, երբ որ բանը կարդում ես այդ գրողների նաև պիտի գնաս տեսնես գերեզմանին ինչա գրած, ամբողջությամբ կարդաս այդ գրողի հետ կապված ամեն ինչ ու որոշել եմ այդ 10 գլուխը փոքր գրքով, իհարկե շատ փոքր, կարող չեմ 30-40 ջնի, չգիտեմ ինչքան կլինի, կոչվում է այդ ավելորդ մարդու օրագիրը ու տենց 10 գլխով տպալու եմ այդ իմ
Մոսկվայի ճամփորդական օրագիրը կարելի ասել, էլի։ Ինձ միշտ զարմացրել են քո վերնագրերը գրքերի, որովհետև շատ հետաքրքիր են, հա, հիմա էլ սա ավելորդ մարդու օրագիր է։ Արամ, ինչ են կարդում այսօր, որովհետև ես գիտեմ դու իմ իմացած գրողներից, երևի եզակիներից ես, ով բացի գրելուց նաև կարդում է։ Որտեւ ես շատ գրողներ գիտեմ ժամանակակից, ովքեր գրում են, բայց ուրիշ հեղինակների հազվադեպ են կարդում։ Այնպես չէ, որ ընդհանրապես չեն կարդում, չէ, սուտ գրնի, բայց դե հազվադեպ են կարդում, բայց դու ավելի շատ կարդում ես, քան հիմա գրում ես։ Ինչ են կարդում հիմա եւ ինչ ես կարդում դու հիմա։ Ես ում ասեմ, որ դու ես ոլորտում իմ համար այն մարդն ես, որ ամենաշատ կարդացած մարդն ես, ես դա գիտեմ, որտեղ ես ու դու միշտ իրար գրքեր ենք փոխանակվում եւ այլն։ Ես վերջերս կարդացի շատ հետաքրքիր մի հեղինակ կա, Գյորգի Իվանով, տենցա կոչվում, ինքը կարելի ասել այդ բան արծաթե դարի գրողներից է եւ մտնում էր Գումիլովի խմբի մեջ մի ֆանտաստիկ գիրք ունի, կոչվում է Պետերբուրգյան ձմեռներ, կարելի ասել, ու որտեղ ինքը գրում է իր հուշերը կապված այդ Սիրեբրյանի վեկի կերպարների մասին, բլոկից միջև Գումիլով, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Իվանովը, ու նա շատ կարևոր է, ոչ թե Իվանով, այլ հենց Իվանով, այի վրա շեշտադրություն, հետաքրքիր որ մի մարդ կա, որը լավ ռուսերեն գիտի, հարցեց ինչ տարբերություն կա, դա էլ է հետաքրքիր, որ մինչ սովետական միությունը շեշտադրությունը այի վրա էր, որտեղ դա բարձրատոհմիկության մասին է, որ Իվանով, հետո եկան Իվանովները, ու դարձան կարելի ասել ինչ-որ սովորական, էլի, հա, բան, ու ինչն է դա հետաքրքիր, որ ինքը էմիգրանտներից էր ու ապրում էր Ֆրանսիայում, փախել էր ոնց որ Ռուսաստանից եւ քանի որ շատ կարելի ասել այնց բարդ մարդ էր ու ծանր բնավորությամբ շատ էլ ինչ էր սիրում, իր այդ գիրքը համարում են եւ մեմուարներ եւ նաեւ դա կարելի ասել հորինված մեմուարներ են։ Այսինքն ոչ մի բան հստակ չի կարելի ասել, որ ինքը ինչ-որ ասենք բլոկի մասին եթե ինքը գրում է, դա հստակ տեղեկությունը բլոկի մասին։ Այսինքն ինչ-որ բաներ ավելացնում է։ Այդ ժամանակների բամբասանքն է։ Նո, կարելի ասել, բայց հանճարեղ մակարդակի։ Որտեղից ես գտնում այդ հեղինակներին։ Դու ունես հեղինակների անուններ ես տալիս, որ ես չգիտեմ, երբեք չեմ լսել նրանց մասին։ Դե Իվանովը ինքը Ակմեից խմբի մեջ էր մտնում, Գումիլովի, Մանդեշտամի հետ այդ խմբի կարելի ասել երիտասարդներից է։ Դե ես քանի որ շատ եմ սիրում տենց գրականությունը մի քիչ եմ ասում աննորմալ արդեն մակարդակի, սկսում եմ փորփրել ինչ-որ բաներ եւ վերջերս մի հատ էլ շատ կարեւոր գիրք եմ կարդացել, մի լեհ հեղինակա Վիչեսլավ Ռեյմոնդ, տենց է կոչվում, որը Նոբելյան մրցանակ է ստացել 20-ականներին, իր գիրքը, որը կոչվում է Խռովք կամ խռովություն, բունտ, տենց է թարգմանված, ու ինքը գրված է մոտարապես 20 տարի առաջ, քան Օրուելի Անասնաֆերման, բայց գլխավոր հերոսը մի շուն է, որը որոշում է կենդանիներին հանել խռովություն է ստեղծում, ուզում ասա ինչ-որ առումով հեղափոխություն մարդկանց դեմ շշմելու մի հատ գիրք է, ու այդ գիրքը ունես այդ գիրքը։ Ունեմ այդ գիրքը, կտամ ես։ Ու այդ գիրքը, հա, ինչ-որ առումով նաև ձեռ առնում այդ Լենինի հեղափոխությունը կարելի ասել, ինքը սիմվոլիկան տենց է, եւ երրորդ վերջի կարդացած կարևոր գրքերից ես շատ եմ սիրում պանկ ռոքի հիմնադիր, իրանք այլ արդեն պանկ ռոքի տատիկ կարելի է համարել, դա Պատի Սմիթն է, որը ֆանտաստիկ երգչուհի է եւ հեղինակ կատարող, կարդացի իր գրքերից կոչվում է Գնացք M-ը, տենց է կոչվում, ու ինչ էր ինձ հոգի հարազատ, որտեվ Պատի Սմիթը եւս մի մարդ, որ շատ սիրարված է համաշխարհային գրականությանը, ու էլի ինպես գնում է այդ գրողների գերեզմաններին, սկսում է լվալ այդ գերեզմանները մաքրել, նստել այդտեղ սուրճ խմել, ծաղիկներ դնել եւ այլն, ու այդ առումով ու նաեւ խոսում է համաշխարհային գրականության ընթացքում, որ ինքը ինչքան է դա սիրում, այդ ֆանտաստիկ գիրքը խոր կտամ կարդան։ Լավ, իսկ ինչ են կարդում ուրիշները, բացի քեզանից։ Որովհետեւ դու հեղինակներ նշեցիր, որ ֆանտաստիկայի ժանրից են պատկերացումը, բայց ինչ են կարդում ուրիշները, ես գիտեմ ինչ եմ այս հարցը քեզ տալիս, որովհետեւ գիտեմ, որ դու նաեւ ունես այդ ոլորտում շփում։ Գրախանութում եմ աշխատում, համել, հա։ Շատ տարբեր բաներ, հիմա ես աշխատում եմ մի գրախանութում, որը ավելի ուղղվածությունը կարելի ասել է սպეციფიկ գրականություն է, Common Ground գրախանութում, այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կան, ու այսինքն կոլեկցիան մի քիչ էլի ուղղված է դեպի այդպես կարելի ասել փախած գրականությանը, բայց կարդում են Նոբելյան մրցանակակիրների շատ հայերեն թարգմանությամբ, այդ շատ բան է ուրախացնում է, որ հայերեն կարդում են ու կան այդ գրքերը արդեն թարգմանված հայերենով։ Դե իհարկե կան գրքեր, որոնք մոտիվացնող գրականություն, ինչպես միշտ կարդում են Որն է ավելի ակտուալ եւ ավելի պոպուլյար այսօր, մոտիվացնողը թե իհարկե մոտիվացնողը։
մոտիվացնողը եւ հոգեբանական գրքերը։ Այդ իմաստը մոտիվացնողը։ Մի անգամ սխալվեցի եւ խափնվեցի գովազդին, Մոսկվայում էի եւ բայց չասես գիրքը որ էլի գովազ չլինի։ Դա արդեն բոլորը կարծացել են գիրքը եւ հիշում եմ որ մեծ Արբատի վրայի մեծ գրախանութներ մտա եւ նոր էր այդ գիրքը դուրս եկել ու շնորհանդեսն էր Տոնկը իսկուսство пофигизма, այդպես էր կոչվում, հետո թարգմանվեց հայերեն, այո։ Եվ ես էլ տենց ոգևորված, բան, էս ինչա ու բոլորը ինչ որ այդպես աժոտաժ էր, գովազդեր, վերցեցի, կարդացի, հասկացա, որ անիմաստ վերցեցի եւ անիմաստ ժամանակ տրամադրեցի այդ գրքի վրա, դա գովազդային արդյունքի շնորհիվ է։ Ու այսօր շատ են։ Չգիտեմ, կարող է ինչ-որ բան տալիս են ինչ-որ մարդկանց, բայց կարդում ես ու հասկանում ես, այս ամեն ինչը գիտեի։ Ինչ-որ նոր բան ինձ համար չբացահայտվեց։ Հետաքրքիր որ Արբատում ես որ գնացել ես վերջին անգամ մտայելի գրախանութ, բուկիստական գրախանութ էր ու աչքի վրա դրված էին գրքեր, որոնք հենց մակագրություններով գրքեր էին, ուտեղ գտա շատ լավ հեղինակ կա ժամանակակից ռուս հեղինակ է, ինքը ապրում արդեն Իսրայելում, բանը այդ մտքիչս թրավեսակ ասեմ ազգանը ու հասկացա որ շատ հետաքրքիր կոնցեպտ է որ գրախանութում լինի առանձին հատված որտեղ լինեն հենց գրողների մակագրությունները ու հիմա որտեղ ես աշխատում գրողները որ գրքեր են բերում հա ես խնդրում եմ որ անպայման մակագրեն ու գնողի միշտ ասում նայեք գրողի բանը մակագրությունով դրանք էկզեմպլյարներ են թե մի քանի տարբեր դե այն գրողները որոնք կենթան են հիմա բերում են բարձր շատ են բերում մակագրում են իսկ Արբատի վրա որ տեսա այնտեղ հեղինակներ կային որոնք արդեն կամ Ռուսաստանում չեն կամ էլ արդեն մահացել են, բայց մակագրությունը կա ու կապ չունի ինքը մեծ գրող է, թե փոքր գրող է։ Իդեպ այդ գրականության հետ կապված առհասարակ մի հատ Ամերիկայում մի շատ հետաքրքիր գրադարան կա, իմ սիրելի ամերիկացի գրող Ռիչարդ Բրոտիգանի անվան, իմ կարծիքով դա ամենա կարելի ասել մարդասիրական կամ գրողասիրական գրադարանն է, որտեղ Բրոտիգանի գրադարանը ստեղծված են բոլոր գրքերի համար, որոնք եթե նույնիսկ չունեն ընթերցողներ, իրանք կարող են հեղինակները ուղարկեն այդ գրքերը ու իմանան, որ իրենց գիրքը դրված է պոլկայի վրա։ Այդ ֆանտաստիկ է ուղղակի։ Այսինքն գրողներ կան, որոնք ասենք մեծ գրողներ չեն, չգիտեմ, կամ թույլ գրողներ են, բայց իրանք շատ են ուզում, որ իրենց գրածը, իրենց միտքը անպայման միտեղ դրված լինի։ Ինձ թվում է դա ամենամարտասիրական բանն է, որ ես կարդացել եմ առհասարակ գրողների հետ կապված, էլի։ Դա իսկ այսօրվա մեր ընթերցողը երիտասարդ ընթերցող է, թե արդեն բավականին այսպես բարձր մեծ սերունդն է։ Երիտասարդներն են կարդում իհարկե, բայց պարզավոր արդեն ոճային առումով տարբեր է։ Տենց չեմ կարող ասել, բայց կան երիտասարդներ, որոնք կարդում են։ Իհարկե, երևի չեմ համեմատի, համենայն դեպս ավելի ավագ սերունդը ավելի շատ է կարդում, դա զգացվում է եւ իրենց հետ խոսելուց եւ տեսնում ես ովքեր են գալի գրախանութ, մեծ մասամբ տենց ավելի ավագ սերունդն է, էլի։ Շատ լավ, եւ որպես մարդ ով գրականության մեջ է, ինչ խորհուրդ տանք ծնողներին, որ երեխաներին սովորեցնեն սիրել գիրքը։ Մենք միշտ մտածում ենք, հա, այ որը կարա լինի երեխայի համար առաջին գիրքը, որին նա կսիրահարվի ու կսկսի սիրել գիրքը ու հետո ընթացքում կընթերցի։ Ինձ թվում է ինքը ծնողը պետք է առաջինը գիրքեր կարդա, որ երեխան անդադ տեսնի, որ ծնողը գիրք է կարդում եւ իրեն հետաքրքիր թե ինչ է իր ծնողը քանի ժամ ուշադրությամբ նստած դա կարդում, տենց կոնկրետ չեմ կարող ասել ինչ որ բաներ կան։ Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ այդ պատմությունը միշտ պատմեմ, տատիկը շատ էր սիրում, շատ գրականություն էր սիրում, բայց քանի որ ընթացքում անդադ աշխատում էր, որ կար էր անում բաման, իսկ խնդրում էր, որ ես իր համար նստեմ բարձրաձայն կարդամ ու ամեն առավոտ սերիալի նման ինձ արթնացնում էր, ասում էր կարդա դրանք հետո ինչ ա եղել այդտեղ ու տենց ես դարձա գիրք կարդացող, այլ ասել դատիկի շնորհիվ։ Արամ ջան, քեզ շատ շնորհակալություն որ ես առավոտ եկար ու անհամբեր սպասում արդեն քո հաջորդ գործերին, օրագրին, որովհետև արդեն վերնագիրը բավականին բան է ասում, այնպես որ շնորհակալություն քեզ այս առավոտվա համար, ուզում եմ քեզ նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չորգինին մի շատ լավ գրքի հետ միասին երեկոն կարող է զարդարել։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ քեզ նվիրել Tramontina brand, որը բրազիլական բրենդ է, ներկայացնում է խոհանոցային պարագաներ։ Չգիտեմ ինչքանով ես խոհանոցում։ Տատին շատ կուրախանա։ Տատին շատ լավ, որ սովորեցրել է քեզ սիրել գիրքը։ Ուրեմն այս նվերը տատի համար պսինա խոհանոցում մի քիչ թեթևացնենք դրա օքսը Tramontina-ն եւ կան արև բացիկներ, որում ներառված են միշտ իհարկե կարևորելով խոսքերը։ Եվ քանի որ մեր ընդհանուր ընկերը, մեր շատ սիրելի ընկերը Ավետը Բարսեղյան, կարելի է ասել 80% այսօրվա երաժշտական աշխարհի, հա, բառերը ինքն է գրում, այնպես որ այս բացիկների մեծամասնությունը հենց
սիր բառերով են, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որը կարող ես նվիրել քեզ համար շատ սիրելի մարդու, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Երգը Հայկոյինն է, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, այնպես որ կարծում եմ կային մարդում կարող ես այս բառերն ասել։ Հաստատ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն։ Կարծում եմ հաջորդ մեր հանդիպումը երկար սպասես տնչի տա։ Հաստատ։ Ինչ լավ է։ Դե այս պահին էլ կարճ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։